Աստալու համար Արամ Մանուկյան, 3-րդ խոսափող։ Հարցը վերաբերում է հոսանքի սակագնին։ Պարոն Աբրամյան, ես ներկայացնում եմ ժամանակագրությունը սրա հետ կապված։ Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանը հավաքել էր տնտեսական եւ քաղաքական պատասխանատուներին եւ հայտարարեց, որ մինչև աուդիտի եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, կրկնում եմ ամբողջ բեռը, եւ եթե եզրակացությունը հաստատի, որ սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից աուդիտի ավարտի պահից առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով։ Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի բաշխի ցանցերի ավել վճարած գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար։ Վահե ջան։ Հաջորդը հուլիսի 27-ին աուդիտը թողած Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը դիմում է Consulting ընկերության ուսումնասիրություններ անցկացնելու, խորհրդակցություն անցկացնելու համար։ Եվ Վաչե Գաբրելյանը դոստոսի 13-ին հայտարարում է, որ Deloitte Touch կազմակերպությունը հաղթել է եւ անց է կացվելու խորհրդատվություն հոսանքի գնի թանկացման արդարացիությունը ստուգելու համար։ Որից հետո դուք օգոստոսի 17-ին, պարոն Աբրամյան, հայտարարում եք, որ 2-3 ամսվա ընթացքում աուդիտը կավարտվի եւ կախված դրա արդյունքներից մենք կունենանք մեր դիրքորոշումը։ Հաջորդը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովում անցկացվող խորհրդատվությունը ցույց կտա, թե որքան է արդարացված բարձրացման հիմնավորվածությունը։ Որից հետո Գյումրիին դուք հայտարարում եք, որ կառավարությունը չի վերցնի բիզնեսի թանկացման բեռը, այլ միայն քաղաքացիների բեռը կվերցնի եւ հետո բազե հավաքի ժամանակ դուք հայտարարում եք, որ խորհրդատվությունը կավարտվի եւ դրանից հետո որոշում կկայացվի։ Ամսի 10-ին, սեպտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ դուք հարց եք տալիս Վաչե Գաբրելյանին։ Սակագնի վերլուծության հիմնավորումը մինչև սեպտեմբերի վերջ տեղի կունենա, այսինքն սեպտեմբերի վերջին աուդիտի մասին խոսք չկա, խորհրդատվության մասին։ Վաչե Գաբրելյան պատասխանում է. այո, մասնավորապես եզրակացությունը կլինի եւ մենք պարտավորություն ունենք, որ խորհրդատվությունից հետո գնի հարցը կորոշվի։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրելյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Մանուկյան։ Կարծում եմ, որ այստեղ հակասություն չկա, կա խորհրդատվություն եւ խորհրդատվությունը, որը իրականացվում է, ունի հարցերի ավելի լայն շրջանակ, քան այն հարցադրումները, որ դուք նշեցիք։ Խորհրդատվության պայմանագիրը զետեղված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։ Դուք կարող եք տեսնել, որ դա վերաբերում է ոչ միայն այն հարցադրմանը, թե արդյոք որոշումը, որը հանձնաժողովը կայացրել էր, տվյալ պահին տեղի առկա տեղեկատվությամբ ճիշտ էր թե ոչ, եւ այլ ընտրանք ուներ, ինչպիսին կլինեին հետևանքները, այլև ունի երկրորդ եւ երրորդ փուլեր, որոնք առավել ամբողջական են դարձնում, այսինքն երկրորդ փուլով մենք հարց ենք տալիս խորհրդատվության տեսակետից, թե արդյոք հնարավոր է ճանապարհներ գտնել օպտիմալացնելու եւ նվազեցնելու սակագները, եւ երրորդը մեր զարգացման ավելի լայն ռազմավարության մեջ դրանք տեղավորելու տեսակետից։ Կա արդյոք այստեղ հակասություն թե ոչ, կարծում եմ, որ չկա, որովհետև դրված հարցադրումները ստանում են իրենց պատասխանները։ Դրված հարցադրումները պատասխանները ստանում են
խորհրդատվության միջոցով, քանի որ սուվերեն մարմնի տվյալ դեպքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին աուդիտ անելը տեղին չէ եւ մենք ունենք խորհրդատվություն, որը չի հարցնում միայն այդ հարցը, այլ ընդգրկում է հարցերի շատ ավելի լայն շրջանակ, որ ոչ թե միայն այդ հարցին պատասխանի, այլև ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ հնարավորինս լուծումների մասին եւս քննարկի եւ դրա արդյունքներով, երբ որ կլինեն արդեն այդ արդյունքները, որը նախատեսվում է խորհրդ Պարոն Մանուկյան, եւս մեկ անգամ կրկնեմ, որ դա կլինի խորհրդատվության, քանի որ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության աուդիտի չի ենթարկվում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները, սուվերենին աուդիտ չեն անում այդպես։ Դրա համար խորհրդատվություն է կատարում այն ընկերությունը, որը ունի նման ոլորտում փորձ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Deloitte ընտուշ ընկերությունը թե աշխարհի խոշոր 5 ընկերությունների մեջ է, ովքեր խորհրդատվություն են տալիս էներգետիկայի ոլորտում, թե աշխարհի 4 խոշորագույն աուդիտորական ընկերությունների մեջ։ Տվյալ դեպքում դա իրականացվում է որպես խորհրդատվություն, պատճառ օրենսդրական ես ձեզ արդեն նշեցի։ Եվ այստեղ ես որևէ հակասություն չեմ տեսնում, քանի որ տրված հարցադրումը ստանում է պատասխան։ Եթե դուք ուշադիր ընթերցեք այն պայմանագիրը, որը զտեղված է կայքում, դուք կարող եք տեսնել, որ հարցադրումները որպես եզրակացություն առաջին փուլի պետք է պատասխանվեն եւ կարծում եմ այդ տեսակետից որևէ խնդիր մենք այդտեղ չենք ունենա։ Արձագանքի համար Արամ Մանուկյան, երրորդ խոսափող։ Դուք ընդհանրապես մերժում եք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ աուդիտի վերջում պետք է քննարկվի գինը։ Այդ մեկ մերժում եք։ Երկրորդը, այսօրվանից մուծումներ անում են բանկերը նոր գնով 48 դրամով։ Դուք տեղյակ չեք բնականաբար։ Կոնվերս բանկը, Հայ փոստի բաժանմունքները թանկ գնով 48 դրամով։ Եվ վերջինը, պարոն Աբրահամյան, այս հարցը ձեզ էի ուզում տամ։ Մարալիկում, լսեք, նոր բան եմ ասում։ Մարալիկում հանրապետական կուսակցության տեխնացուն հեծի չեկեր է բաժանել 150 կիլովատ-ժամի համար, ձեր տեխնացուին ընտրելու համար։ Բազմիցս ես այս ամբողջից ասել եմ, որ հեծը բարեգործություն է անում եւ քաղաքական պատվեր է իջեցնում բնակչությանը հանրապետական կուսակցության եւ ձեր կառավարության համաձայնությամբ։ Ես ձեզ խնդրում եմ, իմ ասած հայտարարությունը, պաշտոնական քաղաքական հայտարարությունը առ այն, որ հեծը չեկեր է բաժանում էլեկտրական հոսանքի չմուծելու համար, գնացեք ճիշտ է, եթե այդպես է, ուրեմն իմ հայտարարությունը ճիշտ է, որ դուք կիրառում եք հեծի միջոցները քաղաքական նպատակների համար եւ ինքներդ էլ այդ դեպքում տվեք դատախազություն, որ այսպեսի քաղաքական գործընթաց է գնացել Մարալիկում ընդամենը 2-3 օր առաջ։ Շնորհակալություն։ Կտրոնները կբերեն, ավելավայր դուք Եթե ես կարծում եմ, որ տվյալ պարագայում խնդիր չկա, որովհետև ես արդեն իսկ բացատրեցի, որ ինչի համար է իրականացում խորհրդատվություն, ես ուզում եմ ավելացնել նաև, որ կա աուդիտ։ Աուդիտը եւս հայտարարված է եւ աուդիտը հայտարարված է հեծի համար։ Եվ ես կխնդրեի, որպեսզի դրան եւս ուշադրություն դարձվեր, այսինքն աուդիտ եւս իրականացվում է, սակայն աուդիտ իրականացվում է հեծում, որը մասնավոր ընկերություն է եւ որը ենթակա է աուդիտի։ Այն ինչը ենթակա է այլ տիպի ուսումնասիրության, այսինքն տվյալ դեպքում խորհրդատվության, դա իրականացվում է։ Իսկ Ես երևի թե ավարտեմ, հուսով եմ ձեր հարցին պատասխանեցի։ Հարց տալու